Փաստը գրում է. Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկի երեկվա այցը Հայաստան արդեն իսկ լայն արձագանք է գտել քաղաքական շրջանակներում եւ փորձագիտական համայնքում։ Երևան իր կանոնավոր այցերի ընթացքում ռուս բարձրաստիճան պաշտոնյան առաջին անգամ չհանդիպեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։ Փորձագիտական եւ դիվանագիտական շրջանակներում տարածվող տեղեկությունների համաձայն Փաշինյանի հետ հանդիպման բացակայությունը մեկնաբանվում է որպես հարաբերությունների սառեցման դրսևորում Մոսկվայի եւ Հայաստանի գործող իշխանությունների միջև։ Ռուսական կողմը փորձում է ցույց տալ, որ իր քննադատությունն ու դժգոհությունը վերաբերվում են Երևանի կոնկրետ կառավարչական որոշումներին, բայց բացարձակ ուղղված չեն հայկական հասարակության դեմ։ Օվերչուկին ուղեկցեց բավականին մեծ ռուսական պատվիրակություն։ Այն ներառում էր տարբեր գերատեսչությունների փոխնախարարներ, ինչը վկայում է Մոսկվայի մտադրությունների լրջության մասին։ Հրապարակը գրում է. մի քանի օր առաջ ազգային ժողովի падգամավորներից յուրաքանչյուրի հաշվին ավելի քան 3 միլիոն դրամ է փոխանցվել։ Որպես կանոն տարեվերջին պետական գերատեսչություններում, այդ թվում խորհրդարանում, աշխատակիցները, падգամավորները այսպես կոչված 13-րդ աշխատավարձ են ստանում։ Եվ падգամավորների դեպքում դեկտեմբերի աշխատավարձի հետ դա կազմում է մոտավորապես 1 միլիոն 200 հազար դրամ։ Դրան գումարած 500 հազար դրամ падգամավորական գումարները։ Իսկ թե ինչ հաշվարկ է գործել այս տարի, որ գումարը եռապատկվել է, դժվար է ասել։ Օրեր առաջ ազգային ժողովի նախագահը աշխատակազմին բարգեւատրելու կարգադրություն էր ստորագրել։ Թերթը ազգային ժողովի նախագահի խոսնակից հետաքրքրվել է, թե արդյոք այդ կարգադրությամբ են падգամավորները 3 միլիոնից ավել գումար ստացել։ Նա հարցին պատասխանելու համար առաջարկել է գրավոր հարցում ներկայացնել։ Խորհրդարանում 107 падգամավոր կա, այսինքն 321 միլիոն դրամ պետական բյուջեից գումար է դուրս գրվել, ինչն ավելի քան 800 հազար դոլար է կազմում։ Ժողովուրդը հայտնել էր, որ Արցախի հանրապետության նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի շուրջ գործընթաց է սկսվում։ Այսօր 10:00-ին Արցախի նախագահ Շահրամանյանին կրկին հրավիրել են հարցաքննության։ Զինվորական քննչական մարմնում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Շահրամանյանը հարցաքննվելու է 44-օրյա պատերազմի քրեական վարույթով։ Քրեական այս վարույթով նա բազմիցս հարցաքննվել է։ Չի բացառվում Շահրամանյանին մեղադրանք առաջադրեն ու ավելին, խափանման միջոցի միջնորդություն ներկայացվի դատարան նրան կանոնավորելու համար։ Դե իսկ Արցախի ներկայացուցչության շենքը արդեն կխլեն արցախցիների ձեռքից, նրան նաև այդտեղից դուրս հանելով։ Հրապարակը գրում է. ՔՊ-ն կարելի է ասել ողջ կազմով գրոհել է TikTok սոցիալական ցանցը։ Նախարարներից, падգամավորներից սկսած վերջացրած համայնքապետերով, ավականու անդամներով, շարքայիններով։ Հավանաբար հրահանգ է իջեցվել ընտրություններից առաջ ուժեղացնել քարոզչությունը իրենց էլեկտորատին ուղղված։ Գաղտնիք չէ, որ TikTok-ում գերակշռում են մակերեսային նյութերը, եւ օգտատերերը կրթական ու մտավոր ունակություններով զիջում են Facebook-ի օգտատերերին, եւ հենց սա է ՔՊ-ի հիմնական լսարանը։ Տևական ժամանակ է Նիկոլ Փաշինյանը նույնպես գրանցվել է TikTok-ում, որտեղ ավելի ակտիվ է, քան Facebook-ում։ Սակայն նրա դիտումները վերջին շրջանում էականորեն նվազել են, իսկ վատ մեկնաբանությունների քանակն այնքան է աճել, որ փակել են կամ ֆիլտրում են կոմենտների դաշտը։ Փաստը գրում է. ինչպես հայտնի է, հակաեկեղեցական արշավին ներգրավելով Փաշինյանը գրեթե կործանեց սեփական վարկանիշը։ Եթե նախկինում քաղաքացիների շրջանում երբեմն կարելի էր հանդիպել ՔՊ-ի կողմնակիցների, ապա այժմ հարազատներին կամ ընկերներին Հայաստանում ասել, որ աջակցում ես Փաշինյանին, պարզապես ամոթալի է դարձել։ Հասկանալով, որ ժողովրդի նման վերաբերմունքի պայմաններում ինքնուրույն վերարտադրվել չի ստացվի, Փաշինյանը օգնություն է խնդրել եվրոբյուրոկրատներից։ Այս մասին հայտնել է Կայա Կալասը, ԵՄ արտաքին գործերի ներկայացուցիչը։ Նորեկի պարզամտությամբ նա լրագրողներին բացահայտեց իրականությունը։ Պարզվում է պաշտոնական Երևանը, այսինքն գործող իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ խնդրում է Բրյուսելին օգնել 2026-ի ընտրություններում, ինչպես Մոլդովայում։ Պատկերացրեք Փաշինյանի դեմքի արտահայտությունը, երբ նա լսեց, որ Կալասը այդքան անկեղծորեն պատմեց իր գաղտնի խնդրանքների մասին։ Դժվար է նրան հիմա ժողովրդավարությամբ օժտված դեմոկրատիկ կերպար ստեղծել, երբ հենց եվրոբյուրոկրատը առավել հստակությամբ նկարագրեց իրավիճակը։ Հրապարակը գրում է. որոշ տեղեկություններով Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի ազատման գլխավոր պատճառը Գյումրու 7 վերք եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ ձախողված պատարակն է։ Մարդ հավաքագրելու գործը դրված է եղել մարզպետի վրա։ Այն իրականացրել է Արուշանյանի խորհրդական Վանիկ Մարտիրոսյանը, որը մարզպետի անունից հրահանգել է մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների ղեկավարներին, որ աշխատակազմերով ներկա լինեն 7 վերքում։ Սակայն շիրակցիք պատարակը բոյկոտել էին։ Հաշված մարդիկ էին մասնակցում, հիմնականում Երևանից եւ այլ համայնքներից
շրջիկներից թափառաշրջիկների խումբն էր։ Ստացվեց, որ ոչ միայն Շիրակի թեմի հոգևորականներն ապտակեցին ապօրինի պատարագասերներին, այլև ժողովուրդը, եւ իշխանությունն ակնհայտորեն զգացել է իր հանդեպ գյումրեցիների ատելությունը։ Չնայած մարզպետի ազատման մասին պաշտոնապես չեն հայտնել, սակայն երեք նրան փոխարինողի անուններ շրջանառվում։ Չի բացառվում, որ Արուշանյանին փոխարինի Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որն ուրացել է իր քավորին Մանվել Գրիգորյանին եւ անցել ՔՊ-ի թիմ։